Միհրան Պողոսյանի ընդգրկումը որևէ կուսակցության ցուցակում անթույլատրելի է, հայտարարում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը, կասկած հայտնելով, որ նրա վերաբերյալ օֆշորային գործը կարճվել է հենց առաջադրումը չստվերելու նպատակով։ Միհրան Պողոսյանը, հիշեցնեմ, չէր բացառել, որ կընդունի իր կուսակցության հանրապետականի առաջարկը առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։ Կազմակերպությունը հիշեցնում է, ԴՀԿ-ն ղեկավարելու ժամանակ Միհրան Պողոսյանը զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն եւ այլ սկանդալներում։ Transparency International-ի իրավախորհրդատու Հերիքնաս Տիգրանյանն ասում է, հոդս ցնդեցին պրոֆեսիոնալ խորհրդարանական համակարգի մասին խոստումները։ Հանրապետական կուսակցությունը նորից չի մաքրի ցուցակը սկանդալային անուններից։ Բոլոր նրանք, ովքեր ժամանակին այս կամ այն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ուղղակի հեռացվեցին պաշտոններից, հիմա եկել է նրանց ռեաբիլիտացիայի ժամանակը, կուսակցությունը կամ իշխանությունները ներում են նրանց արարքները եւ նրանք վերադառնում են ազգային ժողով։ Երևի թե հերթական անգամ իրենց բիզնեսներն ամրագրելու համար։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը փորձում է պատկերավոր բացատրել։ Ինչ տարբերություն Միհրան Պողոսյանի, Թոխմախի Մեհերի, Լֆիկի, Գագիկ Ծառուկյանի կամ մնացածների միջև, հա, Շմայսի եւ այլն, ինչ տարբերություն։ Ուղղակի մեկի վերաբերյալ Պանամայի թղթերում ինչ որ տվյալներ կամ փաստաթղթեր հայտնվեցին, մնացածի նկատմամբ չհայտնվեցին, բայց նրանց վերաբերյալ ուրիշ թղթապանակներ կան։ Իրավապաշտպանները համոզված են, որ Միհրան Պողոսյանին առնչվող գործը կոծկվել է։ Transparency International-ը հիշեցնում է, որ հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել է ոչ թե որ հանցանքը չի ապացուցվել, այլ ընդամենը Պանամայի եւ Շվեյցարիայի իրավապահներից պատասխան չի ստացվել։ Իսկ ավելի ուշ հետքպարբերականը պարզեց, որ հայաստանցի իրավապահները միջնորդությունը պատշաճ չեն կազմել։ ՀԿՑ-ն ըստ էության ճիշտը չի տեղեկացրել, եւ եթե Հայաստանի իրավապահ համարները վերանային միջնորդության ձևակերպումը, ըստ էության իրեն կարող է ստանային որոշակի իրավական աջակցություն։ Չեմ կարծում, թե պրոֆեսիոնալիզմի պակասներ, այլ ուղղակի պետք չէր լինել ավելի հետևողական եւ գործը հասցնել մինչեւ դրա տրամաբանական ավարտին։ Հեղինակավոր կազմակերպությունը օրինակ է բերում Տիգրան Սարգսյանի կիպրոսյան օֆշորային սկանդալի ավարտը։ Իրավապաշտպանները քաղաքական են որակում հատուկ քննչական ծառայության որոշումները։ Դուք տեսաք որևէ ջանասիրություն իրավապահ մարմինների կողմից բացահայտելու, վերհանելու գործի իրական ճշմարտությունը, անգամ այն դեպքում, երբ որ Կիպրոսի դեսպանը Չեխիայում ինքը հայտարարեց Տիգրան Սարգսյանի այդ ընկերությունների կամ բանկային փոխանցումների գոյության մասին։ Որևէ գործում քայլեր չձեռնարկվեցին եւ սրա եզրահանգումը մեկն է։ ՀԿՑ-ի որոշում ուղղակի քաղաքական որոշում էր։ Պարզապես հերթական անգամ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում անպատժելիությունը ինքը հիմնական, հա, գերակա սկզբունքն է։ Այսինքն կարող ես ամեն ինչ անել, ՀԿՑ-ն ընդհանրապես պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներում ձեռնպահ է մնում օրենսդրական նորմերի կիրառումից։ Եվ որևէ ձգտում կամ կամք, ցանկություն օբյեկտիվ բազմակողմանի լրիվ քննություն իրականացնելու չկա։ Միհրան Պողոսյանն այսօր Ազատությանը փոխանցեց, թե նախորդին ասածին այլևս ավելացնելու ոչինչ չունի։ ԴՀԿ-ի նախկին ղեկավարը թյուրիմացություն էր որակել օֆշորային սկանդալը։ Այդ ամենը իմ հետ կապված չի եղել, այդ ամենը չի եղել ոչ մի հաշիվներ այդ բանկում եւ որից այդ բանկում դա փաստվեց։ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ապրիլյան պատերազմից օրեր անց, պնդելով, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։